դու սիրահարված ես։ Ես քո աչքերից հասկանում եմ։ Եվ դու երազում ես Սուրբ Վալենտինի կամ Սուրբ Սարգսի տոնին քո սիրելիի հետ նստել բազմոցի եւ ինչ-որ մի քյութ ֆիլմ նայել սիրո մասին։ Բայց ես քեզ առաջարկում եմ սիրո այլ պատմություն։ Ես առաջարկելու եմ մի ֆիլմ, որը արևելյան կինոաշխարհում 2000-ականների սկզբին մեծ աղմուկ բարձրացրեց։ Սիրո տրամադրություն կամ սիրային տրամադրություն։ Անգլերեն տարբերակը In the Mood for Love։ Սիրո տրամադրություն ֆիլմի ռեժիսոր Վոնգ Կար-վայը կարողացել է մինիմալ երկխոսությունների միջոցով ցույց տալ մեծ սեր, ցույց տալ մեծ զսպվածություն, սոցիալական սահմաններ, ցույց տալ, թե ինչպես կարող են երկու մարդ խենթանալ մեկը մյուսի համար, բայց այդպես էլ թույլ չտալ ոչ մի ավելորդ քայլ։ Հոնկոնգ 1960-ականներ։ Ֆիլմի սյուժեն պտտվում է երկու զույգերի միջև, ովքեր ճակատագրի բերումով դառնում են հարևաններ։ Զույգերից մեկի ամուսինը եւ մյուսի կինը աշխատանքի բերումով հաճախակի գտնվում են շրջագայությունների մեջ։ Եվ հետո պարզվում է, որ նրանք սիրեկաններ են։ Մանավանդ 2000-ականների համար սա շատ վիճահարույց թեմա է, որին ռեժիսորը եւ դերասանական կազմը հրավիրում են դիտել այլ տեսանկյունից։ Սեր, կարոտ, գաղտնիքներ, հույզեր, ֆիլմը միավորում է այս ամենը եւ ստիպում է քեզ երկար ժամանակ ապրել դրանցով, բաց չթողնել, ստիպում է քեզ ցանկանալ ու երազել հենց այդպիսի սիրո մասին։